Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, կուսակիցներ, հյուրեր, պետությունը որպես մեկ ամբողջություն բաղկացած է կենսական օրգան համակարգերից, որոնք էլ ապահովում են պետության բնականոն կյանքը։ Այդ համակարգերից են համայնքը, ընտանիքը, մարդը։ Թվում է, որ ցանկացած իշխանություն պիտի գիտակցի այս պարզ տրամաբանությունը եւ մարդուն որպես ժողովրդավար պետության գլխավոր արժեքի տա հնարավորություն ունենալ արժեքահենք ընտանիք, որն էլ իր հերթին պիտի ձևավորի պետականաշեն համայնք։ Մեր պատկերացումները հաճախ կարելի է առավելապաշտական համարել, քանի որ վերջին տարիներին իմ ներկայացրած մոդելը այսօրվա իրականության հետ պարզապես աղերս չունի։ Առաջ Աչակենտրոն կուսակցությունը ստեղծվել հենց այս նպատակների իրականացման եւ կյանքի կոչման համար։ Այս իշխանության թիրախը ազգային արժեքներն են ու բարոյականությունը, իսկ միակ նպատակը ցանկացած գնով վերարտադրվելը։ Մեր կողմից ոչինչ չանելը կդիտվեր կամ որպես համաձայնություն, կամ անտարբերության դրսևորում, ինչը պակաս դավաճանական մոտեցում չէ։ Այդ պատճառով ինստինկտիվ եւ ժամանակի պահանջից ծնվեց այս քաղաքական միավորը, որն իր շուրջը սկսեց համախմբել նրանց, ում համար հեշտ ճանապարհները գրավիչ չեն, ովքեր պատրաստ եւ ունակ են անել առավելագույնը ազգային արժեքների պահպանման եւ մեր ինքնության համար։ Այսօրվա իշխանությունների կողմից վերը նշված վերարտադրությանն են ուղղված համայնքների որպես փոխում ներկայացվող, բայց իրականում համայնքը զուտ տարածք դիտարկելը։ Վարչատարածքային բաժանման հիմքում դադարել է գոյություն ունենալ համայնքի շահը։ Միայն մեկ տրամաբանություն ունեն՝ խոշորացնել այնպես ու այնքան, որ հնարավոր լինի իրենց սրտի համայնքապետի ընտրությունը։ Իսկ զարգացման անհամաչափությունը ուղղակի աչք է ծակում։ Երևանը որպես մայրաքաղաք եւ պետության սիրտ բնականաբար ավելի բարենպաստ պայմաններ ունի ներդրումների համար, բայց պետության իրական ֆունկցիան պետք է լինի համաչափության ապահովումը բոլոր համայնքներում ներդրումային հավասար հնարավորություններ ստեղծելով։ Հակառակ դեպքում մենք ունենանք թերաճ եւ գաճաճ օրգանիզմ, մեծ ու առողջ սիրտ, բայց առանց կենսական այլ օրգանների։ Եվ այս խնդրի լուծումը մեր գլխավոր անելիքներից է լինելու։ Փաստ է, քաղաքաբնակ մարդու կենսապահովման հիմնական աղբյուրը գյուղն է եւ իր հողից բարիք ստացող գյուղացին։ Հայ իրականության մեջ գյուղի հոգսն ու դժվարությունները հասկանալ ու կիսել պետք է պետական գերատեսչությունների կողմից, բայց այս իշխանությունների ֆեոդալացված մոտեցմամբ այդ գերատեսչությունները փակվեցին, ուղերձ տալով, որ առաջնահերթություններում չկա գյուղն ու գյուղացին, սա կիսափակ սահմաններով երկրի համար կարող է դառնալ պարենային անվտանգության լրջագույն սպառնալիք։ Աղքատությունը ձեր գլխում է, կամ առանց անգլերենի իմացության մոշ աճեցնել հնարավոր չէ։ Այս տխմարագույն թեզի կրողները, ունենալով պետականաքանդ եւ այլոց շահերին ծառայելու միտում, գյուղական համայնքներում կրկին փորձում են ասֆալտով ու մանկապարտեզով քվե գողանալ։ Իսկ իրականում այդ գյուղերը դատարկվում են ոչ թե այն պատճառով, որ ճանապարհները վատն են կամ մանկապարտեզ չկար, այլ այն պատճառով, որ այդ ճանապարհներով այն մթերքը, որոնք իրենք պետք է աճեցնեին եւ վաճառեին, այդ ճանապարհով այդ մթերքները չեն գնում համապատասխան շուկաներ։ Գյուղին իհարկե անհրաժեշտ է մանկապարտեզ, բայց եթե գյուղացին չունի ապրանքի իրացման մթերակայան, վաճառքի աջակցման պետական ծրագիր չկա, նա լքելու է եւ գյուղը, եւ համայնքը, եւ այդ ասֆալտապատ ճանապարհով այլևս ոչ մեկը մանկապարտեզ չի գնալու։ Այս համատեքստում, որպեսզի խոսքս չվերածվի բողոքի, ունենք նաև լուծման մեր առաջարկները։ Իշխանափոխությունից հետո անհապաղ պետք է վերանայվի համայնքների խոշորացման անտրամաբանական ընթացքը։ Վարչատարածքային բաժանման համար ելակետային պետք է դառնա համայնքի եւ գյուղացու շահը, ոչ թե հենց վաղաշաբաթի օրինակով միացնել վերջին պահին այնքան գյուղական համայնք, որ իրենց սրտի քպեական թեկնածուն դառնա համայնքապետ։ Այս սարատավոր շրջապտույտը անհրաժեշտ է կասեցնել անհապաղ։ Ջերմոցային տնտեսությունները չպետք է դիտարկվեն տուրքերի եւ վճարների գանձման ցանկալի մատերիալ, այլ պետք է ստանան պետական աջակցություն, ռոռոկման համակարգերի թարմացումից մինչև ապրանքների իրացման նոր շուկաների ստեղծում։ Սա է պոպուլիզմի եւ գործնական կառավարման տարբերությունը։ Այս համատեքստում եւս մեծ անելիքներ ունենք։ Որպես ծնունդով էջմիածնեցի, դեռ մանկուց իմ առավոտները սկսվել են եկեղեցիների զանգերի ներքո։ Այդ ձայնը միշտ ուժ է տվել ինձ, երբեմն նույնիսկ ավելի պարծենկոտ դարձրել։
Ընկերական շփումներում այն հաճախ ներկայացրել եմ որպես իմ առավելություններից մեկը, մի կարևոր ազդեցություն, որը ձևավորել է իմ հոգեկերտվածքը։ Նույնիսկ ամենահոռետեսական երազներում դժվար էր պատկերացնել, որ կգա մի ժամանակ, երբ ստիպված կլինենք հենց Հայաստանի իշխանություններից պաշտպանել հայ ինքնության հիմնական հենասյուներից մեկը՝ հայ առաքելական եկեղեցին։ Այստեղ եւս մեր անելիքը հստակ է՝ եկեղեցու սահմանադրական իրավունքի վերականգնում։ Պետությունը որպես ժողովրդի առաջնահերթությունները ձևավորող ուժ պարտավոր է եկեղեցու նկատմամբ երբեմնի հարգանքը դարձնել նորից արժևորված ու տարածված։ Երբ ապազգային իշխանությունները քրեական գործեր էին հարուցում մեր առաջնորդի, մեր պայքարի ընկերների նկատմամբ, մեր բարեկամներն ու հարազատները հայտնվում են հետապնդումների թիրախում, իհարկե դա անազնիվ էր, բայց քաղաքական։ Իսկ հիմա թիրախում մեր գոյությունն է, եւ հետեւաբար սա ոչ թե զուտ քաղաքական, այլ գոյաբանական պայքար է, եւ այս պայքարում մենք պարզապես ձախողելու իրավունք չունենք։ Ուրեմն, ի գործ դեպի մեր երազանքների հզոր ու երբեմնի հաղթական Հայաստանի վերակառուցումը։ Մեր գործն արդար է եւ Աստծո օրհնությամբ պիտի հասցնենք ավարտին։ Առաջ, սիրելի ընկերներ։